Հարգելի հետևորդներ, մենք արդեն 24 ժամ է ինչ եթերում ենք, լուսաբանում ենք ընտրական ու հետընտրական գործընթացը, ես Գառնի Մութաֆյանն եմ, բարի առավոտ։ Եվ այսպես, կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հաշվել ձայների արդյունքները, տեսնենք թե ինչ վիճակ է այս պահի դրությամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է 1878 տեղամասերի արդյունքները, մասնակիցների թիվը 1,348,863։ Եվ այսպես քաղաքացիական պայմանագիր 50,25%, Ուժեղ Հայաստան 23,31%, Հայաստան դաշինք 9,78%, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 7,2%։ Արդեն ժամը 8-ն է, դեռ հաշվարկը չի ավարտվել։ Մինչդեռ քաղաքացիական պայմանագիրն ու Փաշինյանը ասուլիս էին հրավիրել ընտրատեղամասերի փակվելուց 6 ժամ հետո, երբ դեռ հայտնի էր ձայների ընդամենը 10%-ի արդյունքը, ու հայտարարել, թե հաղթել են ընտրությունում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը Եվ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր նախ մասնակցեցին ընտրություններին եւ իրենց ազատ կամ արտահայտմամբ քվեարկեցին, եւ ուզում եմ ընդգծել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականի համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը։ Մենք փորձեցինք կապ հաստատել կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանի հետ, պարզելու, թե ինչու են չեն հրապարակում Երևանի ընտրատեղամասերի արդյունքներն ու ինչպես է քաղաքացիական պայմանագիրն իրեն հաղթող հռչակում։ Սակայն նա անհասանելի էր, միայն քիչ առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակը հայտարարել է, որ առավոտյան 10-ին կլինի նախնական արդյունքների ամփոփումը։ Սամվել Կարապետյանն էլ հանդես է եկել հրատապ հայտարարությամբ, անդրադառնալով ընտրությանը, Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ քաղաքացիական պայմանագիրը խայտառակ պարտություն է կրել։ Իրենք չեն ունենալու հաղթանակ եւ ըստ Կարապետյանի իրենց դեմքերից երևում էր, որ պարտված են։ Ես ուզում եմ ձեզ ասեմ, բոլորիդ ասեմ, վստահ եղեք, ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան, դրա համար մի անհանգստացեք, ինքը իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, որովհետև դուք նույնիսկ իրենց հարցազրույցից, իրենց դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում։ Իրենք ընդամենը 30% տվյալներ ունենալով հայտարարում են, որ արդեն հաղթել են։ Բայց դուք գիտեք, որ 30%-ը դա ընդամենը գյուղական վայրերի արդյունքներն են, հենց սկսվեց քաղաքների արդյունքները, իրենք սկսեցին շատ մեծ թափով նվազել։ Հայաստան դաշինքը հայտարարել է, որ կենտրոնական շտաբը եւ դաշինքի վստահված անձինք ամբողջ հանրապետությունում զբաղված են ընտրատեղամասերի ստացվող տվյալների ամփոփմամբ։ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարել է, որ նախքան ընտրության արդյունքների ամփոփումը Փաշինյանի հայտարարությունները պարզապես կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա ճնշում գործադրելու եւ իշխանությունը յուրացնելու քայլեր են։ Առանց ընտրվելու դատական համակարգին հրահանգավորելուց առաջ դու դեռ պետք է պատասխան տաս գրանցված բոլոր ընտրախախտումների համար։ Սիրելի հայրենակիցներ, այս պահին զբաղված ենք ընտրատեղամասերի ստացվող տվյալների մշակմամբ։ Արդյունքների եւ անելիքների մասին կխոսենք տվյալների ամփոփումից հետո։ Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ ընդգծել է, որ պաշտոնական ասուլիսով հայտարարել հաղթանակի մասին, երբ ընդամենը ամփոփել են տեղամասերի 15-ից 20%, տվյալները նշանակում է մեկ բան՝ ոտքերը սրբել իրավական երկրի վրա, օրենքի բարոյականության եւ առհասարակ սահմանադրականության վրա։ Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն էլ հրապարակել է այս լուսանկարը եւ անդրադարձել ասուլիսի ընթացքում ԿՊԵ-ականների դեմքի արտահայտություններին։ Նա պնդել է, որ սա
հաղթած թիմի տեսք չէ։ Սա ընտրությանը պարտված եւ զանգվածային բռնություններով եւ խախտումներով ճակերտավոր հաղթանակ կերտած բանդայի կեցվածք է։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով Նիկոլ Փաշինյանի սեփական հաշվարկների հիման վրա հաղթանակի հապշտապ հայտարարությունն առնվազն կասկածելի է։ Հաշվարկները կասկածելիորեն երկար են տևում։ Քաղաքագետ Արթուր Խաչիկյանն էլ անդրադարձել է խոշոր քաղաքներում Երևանում, Վանաձորում եւ Գյումրիում քվեների հաշվարկի տարօրինակ արագությանը։ Նա համոզված է, որ դրանք քաղաքացիական պայմանագրի նոր մանիպուլյացիաներն են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատասխան չի տալիս այն հարցին, թե ինչու է հենց այս բնակավայրերում ձայների հաշվարկն այդքան դանդաղ ընթանում։ Ըստ քաղաքագետի, եթե պատասխանն այդպես էլ չհնչի, կարող են տրամաբանական հիմքեր առաջանալ մտածելու, որ խոշոր քաղաքներում ձայների հաշվարկը միտումնավոր դանդաղեցվում է, ընդ որում հենց այնտեղ, որտեղ ՔՊ-ի դիրքերը թույլ են։ Իսկ ինչու է դա արվում, ժամանակ շահելու համար, իսկ ինչի համար, որպեսզի հրաշքով հանկարծ գիշերն ինչ-որ բան պատահի քվեաթերթիկների հետ, այսօր մեր տեսած բոլոր խախտումներից հետո դա այնքան էլ դժվար չէ պատկերացնել։ Մենք տեսանք, թե ինչպես էին մարդկանց ուղղորդում տեղամասեր, խմբերով ու անհատապես մտնում քվեախցիկներ, մեքենայություններ անում քվեաթերթիկների հետ եւ այլն։ Ով կերաշխավորի, որ մանիպուլյացիաները չեն շարունակվի նաև գիշերը եւ որ ռեժիմի նպատակը սահմանադրական մեծամասնության հասնելը չէ Ալիևի բոլոր պահանջներն առավելագույնս կատարելու համար։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, կհանդիպենք առայժմ։